Պատրաստում ենք շատ համեղ սմբուկով ռուլետներ։ Անհրաժեշտ է սմբուկը մեկու մեջ մաքրել եւ երկար կտրատել։ Շատ բարակ եւ շատ հաստ չենք անում, ընտրում ենք միջին չափը։ Սմբուկների վրա աղ ենք անում գրտնակում, որպեսզի դառնությունը դուրս գա։ Թողնում ենք մի կողմ եւ սկսում համեմել աղացած տավարի միսը։ Բոլոր համեմունքները եւ չափաբաժինները կգրեմ նկարագրության բաժնում։ Տեսրփիչներով չորացնում ենք սմբուկները եւ մսով լցնում ենք այսպես։ Պետք է փաթաթել եւ դարձնել ռուլետ։ Պատրաստի ռուլետները ամրացնում ենք ատամի չոփիկների օգնությամբ։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ ինձ մոտ շատ արագ է եւ համեղ։ Ռուլետները եփելու ենք տոմատային սոուսի մեջ։ Ես վերցրել եմ աջիկա, տոմատի մածուկ, սխտորի փոշի, իտալական համեմունքներ եւ մի փոքր ջուր։ Տապակի ներքևում լցնում ենք տոմատային սոուսը, գեղեցիկ շարում ենք մեր ռուլետները, վրայից նույնպես լցնում ենք տոմատային սոուսը, փակում փայլաթիթեղով եւ ուղարկում եփվելու 170 աստիճան 25-ից 30 րոպե։ Ընթացքում հանում ենք վրան հալվող պանիր ավելացնում եւ մատուցում։ Տեսքը շատ ախորժելի, համի մասին պարզապես կլռեմ։ Պատրաստեք եւ փորձեք։ Բարի ախորժակ։